Ազատության հրապարակում օրվա առիթով իհարկե հանրահավաքի այն ինչ ես ասացի դիտել վերադարձ բառն էր որպես լեյտմոտիվ ընդված։ Ինչ վերադարձի մասին։ Ես հավալորեն ես տեսնում եմ որ Ռուսաստանը չի խորշի հայ հասարակությունը բաժանելուց, ես չեմ ուզում ասեմ արցախահայեր եւ հայեր, միտքը հասկանում են մեր ունկնդիրները, մենք բոլորս հայ ենք, բայց ես տեսնում եմ, որ արդեն սոցցանցերում կա, դուք չեք ուզում խաղաղություն, դուք էլի ձեր հարցը բերում եք օրակարգ, այն կողմից էլ Փաշինյանը, կարծեմ Ժառամանյանը այդպիսի արտահայտություն արեց, որ մանդատ էին տվել, որ Փաշինյանը հանձնի Արցախը, այսինքն այս գնալով սրելու են, իրավիճակը լարելու են, գուցե իշխանությունները կարծեն, թե դա ճիշտ է, ձեռնտու է, որովհետև էլի սպիտակով իրենք առավելագույն ձայները տեղ կհավաքեն, բայց փոքր հասարակության տեսանկյունից սա շատ վտանգավոր է իմ կարծիքով։ Կանավանդ Արցախ վերադառնալու ցանկություն ունեցողի համար դա ինչ է նշանակում։ Ես նկատի ունեմ զուտ քաղաքական էմոցիան, ում վրա է աշխատելու։ Աշխատելու է, իդեպ արցախահայերը բոլորը չեն նույն կերպ մտածում, կան մարդիկ, որոնք ասում են մենք այլևս չենք ուզում այդ քաղաքական մանիպուլյացիաների արդներ, կա հատված, որ Ռուսաստանին դեռ վստահում է, կա հատված, որ չի վստահում, ասում է արևմուտքի հետ շփվենք, արցախահայերն էլ են մասնատված եւ դա շատ վատ է, բայց այն, որ հիմա էմոցիաների վրա օգտագործելու են, ինչ է նշանակում վերադարձ, այսինքն հիմա դուք տեսնում եք դրա ռեալ հնարավորությունը, Ռուսաստանը ողջունել է Մինսկի խմբի լուծարումը, առաջի պահից էլ ասել է, որ չկա Մինսկի խումբը։ Դեռ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չէին հայտարարել, Լավրովը ասաց, որ մենք բանակցելու ոչինչ չունենք, բայց այն ժամանակ երբ Փաշինյանը ասում է լուծարված է, դուք Փաշինյանին եք քննադատում, Ռուսաստանին ոչ, սա ցույց է տալիս, որ այս շրջանակները այդ հարցը ընդհանրապես քաղաքական նպատակներով են օգտագործում։ Մինսկի խմբում եղած արխիվը, այն ինչի մասին մենք չգիտենք, կա չէ այդպեսի բան։ Փաշինյանն ասում է կա եւ պիտի բացել։ Ունի որևէ արժեք հիմա, երբ հայտարարված է խմբի չգոյության մասին։ Այո, միանշանակ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ նախկին իշխանությունները բանակցել են մեկ բան, ներկայացրել են հայ հասարակությունը այլ, դա ամենամեծ արժեքն է, դա ազգային անվտանգության խնդիր է եւ այդպիսի ղեկավարներին պետք է ենթարկել պատասխանատվության պետական դավաճանության համար։ Ուրեմն պետք է հրապարակել։ Միանշանակ եւ նա ասել է, որ պետք է հրապարակի, ես չգիտեմ կհրապարակի թե ոչ։ Վաշինգտոնը նպաստեց Մինսկի խմբի լուծարման բանաձև։ Հայաստանը ունի տեսակետ եւ այդ տեսակետը բացեբաց այս պահին ներկայացնում են Հայաստանի իշխանությունները Վաշինգտոնում էլ, որ Մինսկի խումբը խանգարում է խաղաղության հաստատմանը, քանի որ դա Ալիևի նախապայմանն է։ Իրենք վստահ են, որ խմբի լուծարումից հետո եւ Հայաստանի սահմանադրության մեր փոփոխություններ մտցնելուց հետո խաղաղությունը իրագործվի։ Այսինքն խումբը լուծարվեց, մնում է սահմանադրությունը փոխել։ Մնում է սահմանադրությունը փոխել եւ ըստ Նիկոլ Փաշինյանի կունենանք խաղաղություն։ Դա շուտ չի լինի։ Ընտրություններից հետո, եթե արտահերթ չլինեն, կլինի 2026 թվականի վերջում կամ 27 թվականին եմ կարծիքով։ Մինչ այդ կլինի խաղաղություն։ Թե դա էլ է կասկածը։ Մինչ այդ հետաձգված կոնֆլիկտ կլինի, եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ ռուս-ուկրաինական ռազմաճակատում։ Բայց Թրամփի ուղին ինչ կլինի։ Դե տեսնում ենք Ալիևը չի կողմնորոշվում անվան հետ կապված եւ մենք գիտենք, որ դա ուղղակի անուն չի, հակառակ Նատորյանը փոշմանել է։ Այո, հակառակ պարագայում Փաշինյանը նրան չէր ուղղի, եթե դա նույն բանի մասին է խոսքը, ել ինչու էր նա ուղղում Ալիևին։ Ալիևը տարբեր կենտրոններում տարբեր կերպ է խոսում, Ամերիկայում Տրամփի ուղի, Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայությամբ Զանգեզուրի միջանցք։ Այսինքն այն դիֆերանները, որ հնչել են Վաշինգտոնում, կարելի արագ դրանից նահանջել։ Այսօր բոլորն են դրանից նահանջում Օրբանից մինչև Մոդի, որոնք արդեն Տրամփի զանգերին չեն պատասխանում։ Դա Տրամփի սխալ քաղաքականություն է, որ նա անլուրջ է արդեն գնահատվում աշխարհում, իսկ Մադուրոն իրան թույլ է տալիս Տրամփի հասցեին, ասենք, ծաղրակի տեսքով խոսել նրա մասին։ Տրամփի ու կամ Վաշինգտոնյան համաձայնագրի հետ ձեր ասածը ենթադրում է շատ մեծ հույսեր կապել պետք չէ։ Նախ մենք չենք տեսել, չնայած Հայաստանի իշխանությունները ասել են սեպտեմբերին կտեսնենք հայ-ամերիկյան համաձայնագիր, որ հասկանանք ով է վերահսկելու ճանապարհը, ինչ պայմաններ են լինելու, քանի տարով վարձակալվելու է թե ոչ, ես դրա համար չեմ կարող հիմա ուղղակի օդում հայտարարություն անել։ Հուսով եմ, Նիկոլ Փաշինյանը ասել է աշխատում ենք, մենք կտեսնենք եւ մեր կասկածները կփարատվի, բայց նույնիսկ եթե ունենանք իդեալական համաձայնագիր, հաջորդ կետը լինելու է արդյոք Տրամփը կկարողանա ստիպել, որպեսզի այն կենտրոնները, որոնք համաձայն չեն այդ
համաձայնագրի հետ, չնայած առերևույթ ողջունել են, ասելով որ մեր շահերը պետք է հաշվի Թեհրանը եւ Մոսկվան նկատի։ Թեհրանը, Մոսկվան, Թուրքիան, ով է ասել որ Թուրքիան չի ցանկանում արտատարածքային միջանցք, ցանկանում է ամերիկյան կամ հայկական վերահսկողություն, ես թերահավատ եմ։ Բայց ամենահոգևորվածը Թուրքիան է։ Ոգևորված է, բայց սահմանը չի բացում, ինչու չի բացում։ Պիտի բացեր։ Թե եթե ապաշրջափակվում է տարածաշրջանը, ինչու սпасել մինչև 27 թվականին ինչն է խանգարում։ Բոլորն էլ հասկանում են, իդեպ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն ներպետական օրենսդրությունը խնդիր չի խաղաղության համաձայնագիր կնքելու համար, եւ Փաշինյանն ասում էր, որ Ադրբեջանի սահմանադրություններ ունի տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ, բա ինչի հիմա մոռացվեց այդ կետը եւ ինչու չի Թուրքիան, ինչու է նորից կապում Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ, որը չկա ըստ իրենց ասում են կոնֆլիկտ չկա, դե բացեք սահմանը։ Այսինքն Վաշինգտոնյան համաձայնագիրը ներքաղաքական օրակարգի գլխավոր խաղաքարտամարել դրվագ է։ Համարվում է, որովհետև գիտեք, եւ ես չեմ մեղադրում ժողովրդին, կա մի հատված, իդեպ ինձ էլ են միշտ ասում, որ հավատում են, ասում են եկել է վերջ խաղաղությունն է, ես իմ տեսակետը շարունակում եմ պնդել, մարդիկ կարող են գտնվել տարբեր, ուրեմն, ինֆորմացիոն, պրոպագանդայի ազդեցության ներքո։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, բնական է, որ նա իր քայլերը պետք է ներկայացնի դրական կողմից։ Հակառակ դրան, մյուս կողմն նա անդադ ասում է Փաշինյանը կապիտուլյանտ է, ռեալ իրավիճակը ցույց է տալիս, որ համաձայնագիր դեռ գոյություն չունի, հայ-ամերիկյան համաձայնագիր դեռ չկա, Ալիևը պահի տակ մոռանում է Զանգեզուրի միջանցք բառը նորից արտաբերում է, վիրավորում է հայ հասարակությանը, ասելով, որ միշտ էլ պատրաստ է պատասխան տալ, իսկ Տրամպի զանգերին հնարավոր է Ալիևը չպատասխանի այնպես, ինչպես Մոդին չի պատասխանում։ Ես ոչինչ չեմ կարող այս կյանքում բացառել եւ ասել, որ Ալիևը արդեն դարձել է կիրթ, ինչպես 20 թվականից առաջ էր։ Դե ով կմտածեր, որ Բաքուն մի օր ատամցույց կտա Մոսկվային։ Այստեղ համաձայն եմ, որ ամեն ինչ կարող է գլխի վայր շուռ գա։ Կրեմլում այդքան հնազ անձնավորությունը այսօր ոնց է պահում իրեն։ Իդեպ Կրեմլի կողմից դա հարգվում է, ես ձեզ ասեմ, որ դրանից հետո շնորհավորում են, նորից Օվերչուկը հանդիպում է ադրբեջանական Կոփաշաևի հետ, այսինքն եթե դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, կապ չունի դիմացը ով է իդեպ, փոքր երկիր կարող ես լինել Ֆինլանդիայի կամ Իսրայելի նման եւ խոսել Թուրքիայի հետ, ասենք, մատ թափ տալով, դա կախված է տվյալ պետության սուբյեկտայնությունից։ Իսկ եթե մենք կարծում ենք, որ տնտեսական հարաբերություններով կարող ենք բերել խաղաղություն, այսօր Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև մոտեցող հակամարտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տնտեսական խորը ինտեգրացիան գազի, նավթի տեսքով չի ապահովում ուրեմն նորանոր կոնֆլիկտներից։ Բա ինչի վրա է լինելու Հայաստանի խաղադրույքը հիմա։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ դա խաղաղություն չի, դրա համար նա ուղղեց Ալիևին։ Երկրորդը, Ադախ Ալիևը մի կարևոր արտահայտություն է, ինչ նշանակում ուժեղ միջամտության դեպքում կարող են համաձայնագրերը չկործել, ռուսական ռազմաբազա կա Հայաստանում, այսինչ ակնարկներ է նա անում։ Սա մեկ։ Երկրորդը Փաշինյանը ասում է մեզ ընտրեք եւ մենք կբերենք խաղաղություն, այսինքն նա գիտի, որ դեռ պետք է խաղաղություն լինի, այլ հարց է արդյոք դա կլինի իրեն ընտրելուց հետո թե ոչ չգիտեմ։ Բայց դա պակաս կարևոր չէ ընտրելուց առաջ է լինում, թե ընտրելուց հետո։ Բոլորը գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը այս կոնֆիգուրացիայով ընտրվելու է եւ նա շատ հանգիստ է այդ առումով։ Այս ընդդիմության դեպքում, բայց դե գիտեք հիմա նրանք ովքեր հիմա ազատության հրապարակում միանշանակ, ես չգիտեմ, ես չեմ կարողացել իրենք այսպես նստում խոսում պայմանավորվում են, բայց իրենց քայլերը մեկը մյուսին շատ ձեռնտու է եւ դա այնպես չի ես հեծանով եմ հորինում։ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ ունենալ այսպիսի ընդդիմություն ուղղակի նվեր է։ Սիզիվի առածվել է։ Եվ նա պահում է այդ ընդդիմությանը, ես մի քանի օր առաջ իմ Facebook-յան էջում գրել էի, որևէ իրավական գործով վճիռ չկա, մարդուն մեղադրում են $400 միլիարդ պետությունը գողանալու մեջ եւ նա ազատ գնում է մասնակցում է հարսանեկի, ես չգիտեմ, սա ինչպիսի իրավական պետության մասն է խոսում, բայց հայ հասարակությունը ինքը պիտի իր վճիռը կայացնի։ Ամեն դեպքում եթե սրացումներ լինելու են ինչ հողի վրա է դա հավանական եւ ինչքանով է հավանական սրացումներ չլինելու հանգամանք։
Ես ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, Պաղեստինում կոնֆլիկտը եւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը համարում եմ մեկ խնդիր, դա աշխարհաքաղաքական նոր բաժանումն է, վերաբաժանումն է ազդեցության գոտիների։ Եթե տեսնում եք շղթայական ռեակցիա էր Սիրիայից հետո այդպես գնաց հասավ Ուկրաինա եւ սա անդադ պտտվում է, որտեղ խոսքը վերաբերում է Ռուսաստանի ազդեցության գոտիների նվազմանը կամ շատացմանը։ Հիմա պարզ է, որ Ուկրաինայում առավելությունը կբերի առավելություն նաև հետ սովետական այս երկրներում եւ դրա համար Ալիևը սպասում է։ Իդեպ նոյեմբերի 9-ից որևէ մեկը դուրս չի եկել։ Զախարովան էլ միշտ դա կրկնում է, այսինքն ասել, որ նոյեմբերին այլևս չկա, հաստատուն Ռուսաստանը ակնարկում է, որ ոչ, Փաշինյանը այդպիսի բան չի ասել գոնե Վլադիմիր Պուտինին։ Այսինքն բոլորը սպասում են հասկանալու համար, ով ավելի ուժեղ կգտնվի արևմտյան կենտրոնները, այսպես ասենք, թե նոր ձևավորվող աշխարհակարգը։ Մոսկվայի վարկագիծը ձեր ասացի բառնչությամբ հասկանալի է։ Երևանը ու Բաքուն ինչու են բլրում կամ իրենց այդպես բան։ Որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամեն փոքր կենտրոնները սպասում են հասկանալու համար արդյոք Տրամպը թե Պուտինը կկարողանան ստիպել կատարել իրենց կողմից ստորագրված, այսպես մի փոքր կենցաղային ասեմ, փաստաթուղթ։ Այսինքն եթե Տրամպը ուղղակի ասում է դե կզանգեք, որ խնդիր լինի, բայց նա որևէ մեխանիզմ չի առաջադրում, իդեպ նա ունի բոլոր լծակները, ես չեմ ուզում ասել, որ Ամերիկան այնպեսի երկիր է, որ չի կարող Ադրբեջանին կարգի հրավիրել, Ռուսաստանից էլ հզոր է, բայց Տրամպը ինչ-որ բան է խոսում, մոռանում է, այսօր Իրանն էլ արդեն ասեց, ինչքան ուզում եք սանկցիա դրեք, բայց մի քանի ամիս առաջ այլ կերպ էր Իրանը խոսում։ Հյուսիսային Կորեայի ղեկավարն ասում է ես Տրամպի հետ հանդիպելու ոչինչ չունեմ։ Այսինքն սա Տրամպի քայլերը ցույց են տալիս փոքր երկրներին, որ պետք չի շտապել եւ գուցե պահը գա Վլադիմիր Պուտինի արդեն միջնորդության կարիքը լինի։ Դրա համար իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը եւ Շանհայ է գնում եւ Պուտինին է ներկայացնում Զանգեզուրի Միչանսկի իրադարձությունները եւ Տրամպի ուղի է ասում, նայած այդ պահին, որ կոնֆիգուրացիան կաշխատի։ Ներքաղաքական կոնյունկտուրայում որոշակի բաներ հասկանալի են։ Ռուսական կողմը ինչու է տակացնում Արցախ վերադարձի թեման։ Կարծում եմ, որ ռուսական կողմի համար Արցախ վերադարձի թեման 4-րդական, 5-րդական մակարդակի թեմա է, մաքսիմում թող ինձ, չգիտեմ, ինչպես ուզում են հասկանան, մաքսիմում Զատուլինի եւ Սալավյովի մակարդակի թեմա է Արցախ։ Ռուս պրոպագանդիստն ասում է անգամ պետք է հնարավորություն ստեղծել, որ Արցախի գունդը մասնակցի Ուկրաինան։ Երևի հանդիպել եք։ Այո, տեսել եմ այդ։ Այդ մարդիկ այսպիսի տրամաբանություն ունեն, իրենք մտածում են, որ իմիջիայլոց ճիշտ են մտածում, գերտերության մակարդակով ճիշտ են մտածում, որ կարելի է օրինակ մի անգամ զոհաբերվածին երկրորդ անգամ զոհ։ Այդ հեչ, ուրիշ բան իմաստին։ Կարելի է օրինակ մի թև պահել, որը կպահի արցախյան թեման տենց օդի մեջ։ Մի հատ թև կարելի է պահել, որ հանդես կգա պրոադրբեջանական ինչ-որ հայտարարություններով։ Այո, թող լինի։ Մեկ-մեկ այս երկու թևին պետք է իրար խփել, մեկ-մեկ պետական մակարդակով մի քիչ դեպի այս թևը շեղում է պետք անել, ցույց տալու համար, թե իբր մենք իրական Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար որևէ արժեք եւ նշանակություն չունի, եթե այդպիսի արժեք եւ նշանակություն ունենար, իրենք այո կպահեին, եթե իրենք գտել են, որ աշխարհակաղակական մեծ քարտեզի վրա մի բլուր, այս կողմ մի բլուր, այն կողմը հենց բանն է, Լեռնային Ղարաբաղն է, որից կարելի է մի բլուր հետ քաշվել, չեմ կարծում, թե իրենց համար ինչ-որ այս պահին առարկայական մեծ կարևորություն է, ավելին, առարկայական մեծ կարևորություն կլիներ, եթե օրինակ Մինսկի խմբի ցրման process-ի մեջ Ռուսաստանը դուրս գար, ասեր, չէ, այդպիսի բան չկա։ Առաջին հաղասողն էր։ Այո, իրականում այսպես ասենք, Լեռնային Ղարաբաղի շուրջ 20 թվականի ռազմական գործողությունները միանշանակ տեղի չէին ունենա, եթե Ռուսաստանի հետ համաձայնություն չլիներ։ Սա տարածաշրջանում հիմա ինչքան էլ ուզում է պատմեն, որ իբր թե տարածաշրջանում, չգիտեմ, Թուրքիան հսկայական ազդեցություն ունի, ամերիկացիները էս ունեն։ Ես համոզված եմ, որ Ռուսաստան տարածաշրջանում շարունակում է հիմնական դերակատար, նույնիսկ հիմա շարունակում է հիմնական դերակատար մնալ Ռուսաստանը, պարզապես իրենց շահերի, իրենց ներկայ իշխանությունների պատկերացումների մեջ այս պահին առաջնային չէ Հարավային Կովկասը։ Այ իրենք տեսնենք, թե ինչպիսի կռիվ կտան, երբ որ հարցը առաջանա, օրինակ Մոսկվայում հաշտվել էին նաև կամ ենթադրում էին նաև Ադրբեջանի կորուստը իրենց ուղեծրից։ Այստեղ դեր հետ համաձայն չեմ, իրենք մտածում էին, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են։ Իրենք մտածում էին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը եղել է այն գինը,
որ իրենք վճարել են Ադրբեջանին ինչ որ process-ների չմասնակցելու եւ ինչ որ process-ների մասնակցելու համար։ Իմիջիալոց ուղիղ դրա մասին խոսում էին։ Շայգուն անմիջապես 20 թվականից հետո հայտարարեց, որ մենք Թուրքիայի հետ համատեղ ռազմական օպերացիա ենք իրականացրել Լեռնային Ղարաբաղում, իրենց համար մեկ պրոպագանդիստ, ոչ թե Սալավիովի, այլ Դուգինի մակարդակով կանգնեց եւ ասաց, որ թող հանկարծ ադրբեջանցիները չմտածեն, թե թուրքերի միջոցով են Լեռնային Ղարաբաղը գրավել, եթե ռուսական կողմը չունենար այնպիսի աջակցություն, չտար Ադրբեջանին այդպիսի աջակցություն, չէր ստացվի այդ ամեն ինչը։ Սրանք այդպես ազնիվ առաջնային խոսքեր էին, որ տղերք մենք մերը արել ենք, հիմա դուք ձերը պետք է անեք։ Պնդել, որ Ադրբեջանը իր բաժինը լրիվությամբ չի արել, դա էլ է սուտ, որտեվ այո, որոշակի լոյալություն ուկրաինական ճակատում եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեցել են։ Հա, այտենց 1-2, չգիտեմ, ինչ որ մարդասիրական օգնություն էս կողմ են, քան որ MU-ս կողմից էլ չկտրվեն։ Հիմա ավելի շատ Ռուսաստանի համար մեծ կարևորություն ունի Կենտրոնական Ասիան, որովհետեւ այս ողջս տարածաշրջանային կոմունիկացիան մենք անցած անգամ խոսել ենք այս թեմայով ձեր հետ եւ ասել ենք, որ վերջը բերելու է սրան եւ հիմա բերում է դրան, որ այո, եւ խնդիրը դրված է, որ այո, հարավային ներողություն, Կենտրոնական Ասիան լրիվությամբ ռուսական ազդեցության գոտուց դուրս բերվի, իսկ եթե այս ճանապարհը այս տրամաբանությամբ գործարկվի, այո, եթե ռուսները վերահսկողություն չունենան, սա ուղիղ հնարավորություն է, որպեսզի թուրքական աշխարհը ուղիղ կերպով Ադրբեջանի միջոցով կապվի Կենտրոնական Ասիայի հետ եւ Հայաստանն էլ դառնա այդ մեծ շրջանակի մեջ իր փոքրիկ օղակն ու եւ իր ներդրումը ունենա։ Դրա համար է, որ ռուսական կողմը այդպես վիզ դրած պայքարում է, որպեսզի պայքարում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հենց այդ հատվածը, որ իրենք վերահսկեն, որտեղ եթե չեն կարողանում կառավարել, մասնակցեն։ Հիմա հեսա Փաշինյանն էլ ասում է, տղերք մի անհանգստացեք, երկաթուղային ճանապարհի մասով նստենք, խոսենք, հասկանանք ինչ ենք անում, դուք էլ այստեղ որոշակի ձեր այդպես տեսահասկման ինչ որ սարքերը ունենաք, ինչ որ չափով ոչ լրիվությամբ, բայց ինչ որ չափով մասնակցեք։ Ռուսաստանն էլ Հայաստանից ուզելու բան չունի, որովհետև Փաշինյանը փաստացի այն կարգավիճակում չի տարածաշրջանում, որ իր հետ պայմանավորվելու դիրքում չի, ունի պայմանավորվելու Ադրբեջանից։ Դրա համար հիմա Ադրբեջանին ասում է, ընկեր, այս ինչ ես անում։ Եվ այս ռուս-ադրբեջանական այս ողջ կոնֆլիկտի էությունը ոչ Լեռնային Ղարաբաղն է, ոչ Հայաստանի հետ հարաբերություններն է, ոչ այնա, որ տենց առանձնահատուկ լացները գալիս է, որ մենք վերադառնանք Արցախ, այլ իրենց շահերն է, որտեղ այնտեղ հսկայական միջոցներ կան կենտրոնացված եւ բացի դրանից էլ ինքը նաեւ լինելու է այդպես ճտիկ, որը կարա աշխատի այդ թվում նաեւ Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների վրա ազդեցության ունենալու եւ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանի հարևանությամբ Հյուսիսային Կովկասն է, իսկ Հյուսիսային Կովկասը 90-ականներին ցույց է տվել, թե երբ որ Ռուսաստանի դիրքերի մի քիչ կենտրոնական իշխանության դիրքերի մի քիչ թուլանում են, ինչ կարա տեղի ունենա Հյուսիսային Կովկասում։ Կադրով կարող է չլինել։ Այո, ավելին ասեմ, ես օրինակ համոզված էի ժամանակին, որ եթե Պուտչը այդ ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ որ հրամանատար կար, որ ուզում էր գնալ Մոսկվայում իշխանություն վերցնել, ազգանունը մոռացել եմ հիմա այդ ռուսական բանի Վագների հրամանատարներ։ Այն ժամանակ բանին Ախմատ ստորաբաժանումները հայտնվել էին Ռոստովում եւ ես օրինակ այն ժամանակ կադրեր էի տեսնում, թե իրենք ինչպես են պահում չեչենները իրենց եւ եթե կենտրոնական իշխանությունը անգամ այն ժամանակ լուրջ խնդիրներ ունա, ես վստահ էի, որ չեչենները այդպես հեշտությամբ չեն կանգնելու իշխանությունների կողմին։ Այդ բանա երկարատև այդպես բանարած ռումբա, որը դրած է ռուսական իշխանության տակ եւ երբ որ պահի որ իրենք զգան, որ կենտրոնական իշխանության հանդեպ կարող են այլ կերպ վերաբերվել, միջազգային դա խոսքը միայն չեչենների մասին չէ, այլ ընդհանրապես Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մասին, որոնք իրենց բնույթով բավականին այդպես անկախական եւ բան կռիվ տվող ժողովուրդ են 90-ականներին, այո, մարդիկ իրենց կռիվը բավականին մակարդակով տվել են ու արևմուտքի օգնությամբ են նաեւ տվել։ Ավարտենք մի հումանիտար բնույթի տեղեկությամբ, որ Բաքվում բավող հայերի շրջանում երևի հանդիպել է Կարամայից, եղել են ինքնասպանության փորձեր։ Ինչ տեղեկություն ունեք։ Այդ ինչ որ կա դաշտում այդ տեղեկությունից ավել ոչ բան չեմ կարող ասել, բայց նորմալ, չգիտեմ, կարող է հիմա ծանր հնչի իմ ասածը,
նորմալ տրամբանական ռեակցիա է մարդկանց կողմից, որովհետև գալիս է ինչ-որ մի փուլ, որ մարդը հասկանում է, որ իր արժանապատվության եւ կյանքի միջև ինչ-որ մի սահման կա եւ այդ սահմանում երբեմն նաեւ կարող է այդպիսի որոշումների գալ։ Ամեն դեպքում Բաքուն որևէ համաձայնություն ձեռք բերել է Վաշինգտոն գնալուց առաջ, որևէ մեկի հետ։ Ի նկատի ունեք արտաքին դերակատարների, Անկարա, չեմ կարծում։ Բաքուն բավականին պետք է ընդունեմ դա բավականին ինքնուրույն խաղացող։ Ես այդպես եմ դա տեսնում, ճիշտ է, շատերը ինձ հետ չհամաձայնեն, ոչ միայն այս հարցի, բայց առհասարակ իրենք մաքսիմալ հաջորդեց թուրքական ոգևորությունը, չէ՞։ Իրենք մաքսիմալ փորձում են Լեռնային Ղարաբաղում ձեռքբերումները իրենց կապիտալիզացնել նաև տարբեր դերակատարների հետ իրենց հարաբերություններում եւ այո, ես կարծում եմ իրենք որևէ մեկի կանաչ լույսի կարիք չունեն, բայց կոմունիկացնում են ակտիվ Թուրքիայի հետ, դա անխոս երևում է եւ ակնհայտ է իհարկե օրինակ հենց այս օրերին հենց այս շրջանում ամերիկյան պատվիրակությունը արդեն 1 ամիս անց այցելում է Բաքու, Անկարա եւ Երևան, սա է հետաքրքիր։ Այսինքն իրենք մենակ չեն մեկնում Բաքու եւ Երևան, իրենք նաեւ Անկարա են այցելում, դա նշանակում է, որ այդ պայմանավորվածության մեջ Անկարան հստակ դերակատարում ունի, նաեւ ապա շրջափակումը իհարկե ենթադրում է սահմանների բացում Թուրքիայի կողմից, Թուրքիան է սահմանը փակել։ Օգոստոսի 8-ը շատերը համարում են Միացյալ Նահանգների մուտք Հարավային Կովկաս։ Դուք ինչպես եք համարում։ Ես իրականում ասեմ, ես կարծում եմ միջազգային միջնորդների ներկայությունը դրական է եւ իրապես կարեւոր եմ համարում։ Ես շատ ավելի կողմ եմ, որ միջնորդների ներկայության գործընթացներ ընթանան, քանի որ բոլոր խնդիրներով հանդերձ նրանք որոշակի տրամաբանություն են ունենում, որոշակի սահմանափակումներ Ադրբեջանի հետ հսկայական ախորժակի համար այդ տեսանկյունից դրական է։ Ինչ վերաբերում է մուտքին, ապա ես կարծում շատ վաղ է դրա մասին դատել, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ով էլ բոլորը համարում են, որ վերջ Ռուսաստանը մտավ Լեռնային Ղարաբաղ եւ այս խնդիրը, չգիտեմ, տասնամյակներով այսպես է մնալ։ Աշխարհը այնքան արագ է փոխվում, որ մենք չենք կարող ասել նույնիսկ 1 տարի հետո ինչ փոփոխություններ կլինեն մեր տարածաշրջանում։ Տեսեք 2022 թվականի Պրահայում Շարլ Միշել, Մակրոն բոլորը ձեռք էին սեղմում, ողջունում էին, որ Հայաստանը ճանաչեցի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ներառյալ Ղարաբաղը, հետո հակառակը հաշված ամիսներ հետո ունենք Արցախում բլոկադ, սարսափելի իրավիճակ, հետո էթնիկ զտում։ Ուսում ասեմ ամեն ինչ այնց արագ ու դրամատիկ մեծ համար դրամատիկ շատ վատ է փոփոխվում, հույս ունեմ այս դեպքը չի լինի, բայց աշխարհի դեսավորությունն է։ Այո, իհարկե, որտեղ Ռուսաստանի դիրքերը ի վերջո պետք է ընդունել, որ թույլատրել իրենք էլ են ընդունում եւ Լեռնային Ղարաբաղի հարցում նաև իրենց ворթագրած դիրքորոշումներ մեծ դեր են խաղացել դրանում, այդ թվում նաև Իրանի հետ կապված փոփոխություններ կան, այս հունիսին տեղի ունեցած Իսրայել-Իրան այդ պատերազմից բախումներից հետո փոխվում է արագ է փոխվում աշխարհը։ Մի տարօրինակ հանգամանք էլ կա։ Իրանը չի դժգոհում Թրամփի ուղուց, բայց ռուսական կողմը առայժմ փնփնթոցի մակարդակով ասում է, որ դա ռուսական շահերին դեմ է այնուամենայնիվ։ Բայց իրականում որ նայեք պաշտոնական մակարդակով նույնիսկ Կովարչուկը ողջունեց այդ պայմանավորվածությունը, այսինքն Ռուսաստանի այդ պաշտոնական շրջանակներից եկող ուղերձները կարող եմ ինչ-որ մի քիչ հակասական համարել, բայց ավելի շատ չափավորված եւ կարծում եմ նույն Իրանի, Ռուսաստանի այսպես դիվանագիտական լեզվով դիրքորոշումները պայմանավորված են նաև իրենց դիրքերի որոշակի թույլատվամբ տարածաշրջանում եւ մյուս կողմից, որովհետեւ գետնի վրա իրականում ոչ մի բան չկա։ Այսինքն կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր, անհասկանալի, ես կարծում եմ շատ բան դեռ պետք է պարզվի առաջիկայում, որովհետեւ կրկնում եմ, նույնիսկ անվան մակարդակով կոնկրետ անուն եք ստորագրել այդ հռչակագրում, չեք կարողանում Ալիևին համոզել այդ անունը կիրառի, ինչպես կարելի է դա կարող ենք համարել լավ կապրիզ է, ինչ ուզում է անունը դնի, բայց դա այդպես չի աշխատում, այդ անվան մեջ ինքը տարածքային ինչ-որ հավակնություններ է դնում, բայց անունը ինքը տակն է ստորագրել է, դա էլ չի ընդունում։ Ու այսպես տենց ինձ համար խնդիր է ոչ միայն հայկական կողմի առումով, այլ ընդհանուր միջազգային տարբեր դերակատարներին տեսնեն, թե ինչպես են իրենք փորձում անընդհատ հաճոյանալ Իլհամ Ալիևին։ Իլհամ Ալիևի սահմանները հստակ գծելու փոխարեն ժամանակին Ռուսաստանը, հետո Եվրոպական միությունը, հիմա չգիտեմ Վաշինգտոնը ինչպես կվարվի։ Ես օրինակ կուզեմ, որ մենք այնպիսի հայկական կողմը այնքան գիտակ լիներ ու կոմպետենտ, որ աշխատանք տաներ, որ Վաշինգտոնը պահեր իր լծակները Ադրբեջանի վրա։ Օրինակ
23 հայ ռազմագերիների վերադարձը Երևան կլիներ շատ էական ու լուրջ քայլ, հատկապես Հրակնարկնել եղավ։ Ամերիկայի, ես ուզում ասել, Ամերիկայի նախագահը ուղիղ խոսում է այդ մասին։ Եվ ես կարծում եմ ինքը ինչ է ասում, եթե ես Ալիևին ասեմ, ինքը ինչ չի մերժի։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Այստեղ շատ մեծ, իսկապես մեծ դեր կունենար եւ ցույց կտար Թրամփի իրական հեղինակությունը տարածաշրջանում։ Դա չէ ամեն ինչ ավելի շատ ցած ինչ որ շղարշային մակարդակ է, բովանդակային առումով բազմաթիվ հարցեր կան դեռևս։ Իրանի դեսպանի հայտարարությունը ըստ եմ ծանոթ է, որ միջանցք չի լինելու։ Միջանցք չի լինելու է ճանապարհ։ Այդ վստահությունը դիվանագետի աչքերով դեռ մի կողմ, բայց հայ լրագրողներին էինք ասում։ Դա պետք է ասել Ադրբեջանի լրագրողներին, որոնք ամեն օր օգտագործում են միջանցք տերմինը։ Որովհետև մեր լրագրողներից շատերը ես հետևում եմ սովորաբար դեսպանի ասուլիսներին շարունակ այդ հարցը տալիս են դեռևս մինչև օգոստոսի 8-ը ու ինքը շարունակ այդ շեշտում էր, երևի հարկ է համարել եւս մեկ անգամ շեշտել, որ իրենց կարմիր գիծը այդ առումով չի փոփոխվել կամ չի որևէ փոփոխության չի ենթարկվել, իհարկե, բայց ասեմ ձեզ, այդ դեսպանի հայտարարությունը շատ ակտիվ քննարկվում է նաեւ Ադրբեջանում։ Բայց դա չի փոխում որևէ բան նրանց ընկալումներում հարցնել հենց այդ է բոլորը իրեն ասում են միջանցք չի լինելու անունն էլ թրիփ է Թրամփի ուղին կկանգնում ասում է չէ Զանգեզուրի միջանցք է անհասկանալի է էլի ռացիոնալության կոմպոնենտն էլ է այստեղ կորում ու երևի քիչ հումոր անեմ երևի մտածում եմ եթե Թրամփը Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի անունն էլ նորմալ չասեց, ասեց Ադրբեջան։ Դարձում է երևի երկրից տեղն էլ չգիտի ինչ ուզեմ կարող ասեմ, չեմ կարող ասել, կամ գլուխը շատ խառն է։ Ժամանակ չի ունենա հետ զանգին ասի, ես ինչ ես անում։ Ամփոփելով մեր այսօրվա զրույցը, Բաքուն եւ Թեհրանը այս հարցի առնչությամբ վեճ չեն ունենա հավանաբար, չէ՞։ Դժվարանում եմ ասել, ես այս պայդրությամբ այդ միտումները չեմ տեսնում, ավելին այդ Արազի գետի վրայով այդ ճանապարհը, որ իրենք վերջերս նոր հանդիպումներ են ունեցել էլի պաշտոնյաներով, ակտիվ խոսում են դրա մասին, դրա իրագործման մասին։ Ես կարծում եմ Ալիևը իրականում գետնի վրա աշխատում է մի քանի ուղղություններով եւ փորձում է իր համար տարբեր խաղաքարտերով իր գործը առաջ տանել։ Ինքը չի նստում սպասում ով ինչ կհայտարարի, ով ինչ չի հայտարարի, ինքը հստակ ծրագիր ունի, փորձում է ծրագրի իմպլեմենտացումը սպասել։ Դա ճիշտ եք ասում, բայց հաշվի առնելով թե Իսրայելը ինչ անակնկալներ է անում տարածաշրջանում, հա, որտեղ հաստատ հաշվարկում է նաեւ Ադրբեջանի դերակատարությունը։ Նշանակա է։ Միանշանակ, այո, բայց այս պահի դրությամբ գոնե պաշտոնական մակարդակով հասանելի մեզ աղբյուրներն են կամ լրատվական մակարդակով ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Դա ճանապարհը ենթադրում Հայաստանի տարածքով է անցնել, այսինքն եթե նույնիսկ Իրանը որևէ առարկություն ունենար, դա պետք է արտահայտեր հայկական կողմի հետ հանդիպումներում, բայց տեսել եք վերջին շրջանում շատ ինտենսիվ են շփումները եւ երկկողմ ձևաչափերով եւ նաեւ տարբեր այլ ձևաչափերով, ուստի ես չեմ տեսել գոնե պաշտոնական ճիշտ է կային այնտեղ որոշակի շրջանակներ, որոնք դեմ են արտահայտվում կամ խոսում են դրա մասին, դա էլ միգուցե պետության բնույթը հաշվի առնելով պատահական չի արվում, բայց ամեն դեպքում կրկնում, քանի գետնի վրա որևէ բան չկա, որևէ հստակ պայմանավորվածություն, որևէ հստակ ընկալում, մինչև հիմա հայկական կողմը չի ասում, հայ մաքսավորը տեղ կանգնելու ստուգելու ադրբեջանցի վարորդի անձնագիր օրինակ, որ ինքը անցնի այդ ճանապարհով, թե չէ, կամ որ ասում ենք ինչի եք շեշտել չընդհատվող կապ, ասում են դե մենք չենք ստեղծելու արհեստական խոչընդոտներ։ Իհարկե չպիտի արհեստական խոչընդոտ ստեղծելու հետ կապված բարձ է տրամաբանություն, բայց դա ինչի է ամրագրվում հռչակագրում, կամ ինչի օրինակ, եթե դա գործելու է փոխադարձության սկզբունքով, ինչպես հայ պաշտոնյաները պնդում են, ինչի օրինակ Արարատի մարզից Նախիջևանով Սյունիք դուրս գալու հանգամանքը կամ հնարավոր օգտագործվելիք ճանապարհը չի նշված որպես չընդհատվող կապ։ Ուզում եմ ասել, այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք, դրա համար ես որպես մասնագետ, որ փաստերի հետ է աշխատում, ոչ շտապում եմ ասես միջանցք են տվել, ոչ էլ հասկանում եմ, թե կոնկրետ ինչ են պայմանավորվել։ Իսկ հնդածը շատ բան ավելի պարզ կլինի։